Hi everyone. Որոշեցի ամենավերջին աշակերտներիցս նախավերջինոտ կամ մեկի բաներից կիսեմ նյութերից ուղղակի որ ցույց տամ ինչ ենք, հա, անգլերենի դասերի ժամանակ պարապում, ոնց են այդ դասերը լինում, ում համար որ ընդհանրապես չի արել դասեր, հասկանա իմ դասերի ստրուկտուրան։ Ուրեմն սկզբում ինչ ենք արել։ Կարիքների գնահատում, ստեղ նախ դրել ենք նպատակներ, հա, սովորելու նպատակներ, թե ինքը ինչ է ուզում, հա, կոնկրետ ինքը գնալու էր Գերմանիա սովորելու, գնալու է գալիք տարի, ընդ որում ինքը իմ երրորդ աշակերտն է, որ Եվրոպա գնալու է սովորի, իմ մի ուսանողներից մեկն էր արդեն Գերմանիայում է երկար տարիներ, ասպիրանտուրա է անում, մյուսի հետ էլ ֆրանսերեն է պարապում, Ֆրանսիա գնաց եկավ կամավորական ծրագրով։ Ուրեմն նպատակներ ենք դրել, հա, թե ինչի ենք սովորելու, ինքը կոնկրետ համալսարանում սովորելու համար էր, եւ սենց նպատակ ենք դրել, որ իր անգլերենի մակարդակը պետք է հասնի upper intermediate level-ի։ Այդ level-ը ճշտելու համար, թե այս պահին իր անգլերենը ինչ մակարդակի է, կան թեստեր, այս թեստերն ենք արել ու այդտեղից շարունակենք։ Հետո հաջորդ քայլը էլի կարիքների գնահատման մեջ ենք դեռ։ Իրան հետաքրքրող թեմաներ ենք ընտրել, այսինքն դասերը ես 0-ից եմ սարքում, ու սարքում եմ սովորողի ցանկությունների, հա, կարիքների հիման վրա, ինչ որ դասագրքով չենք անցնում, հա, այս են մասնավոր դասերը։ Ստեղ տենում ենք իրա, հա, ասենք իրան հետաքրքրող ինչ որ թեմաներ են, ու հաջորդը, չորրորդ կետը, քանի որ ինքը նաև սովորելու էր, հա, այստեղ օրինակ երկու մասնագիտական գիրք կա, որոնց մի քիչ մենք անդրադարձել ենք, օրինակ մի դաս նվիրված եղել լրիվ ընդհանուր մի փոքր հատվածի, հա, գրքից ենթադրենք։ Սա ընդ որում առաջին հանդիպումն է, որը ես անում եմ անվճար, հա, սովորողների համար, ովքեր արդեն սովորելու են իմ հետ, սա անում ենք, այս մեր առաջին սենց բանը դիագնոստիկ դասը, հասկանում ենք, թե որտեղ ես, ուր ես ուզում գնաս, ոնց ես հասնելու, հա, ոնց ես գնալու, ճանապարհային քարտեզ ենք գծում, ընդհուպ մինչև շատ սպეციფიկ թեմաներ, հա, օրինակ իրան հետաքրքրում էր ենթադրենք բուդդիզմը, էթնոգրաֆիան, անթրոպոլոգիան։ Հետո առաջին դասը օրինակ, այստեղ ես իրան ինչ-որ գործիք եմ տվել, այն ամենավերևի հղումը, որ ինքը իրա լսողությունը եւ արտասանությունը բացի, հա, այստեղ արդեն բաներ են, ինչ որ մեր դասերն են, ինքը ինչ որ բառեր է սովորել, օրինակ սովորողներ կան, հենց ինքը օրինակ Դիանան բավականին sense վիզուալ սովորող էր, շատ բան հիշողություն ուժեղ, ու sense որ այս բառերը գրել եմ, չէ, մեկը ասենք գրածա մուկ տարերով ավելի, մյուսը ընդգծած, ինքը հիշում է այս ամենը, ասում է, հա ես հիշում եմ, ես sense ասեցի, բայց sense էր պետք։ Տարբեր ոճով սովորողներ կան, մեկը աչքով է սովորում, մյուսը ականջով են, մյուսը մատներով, այս ամեն ինչը իհարկե հասկացվում է հենց բուն դասերի ընթացքում, այդ սրա մեջ է մասնավորի օգուտն է, հա, մասնավոր դասերի։ Հետո երկրորդ դասը, էլի ինչ որ արտահայտություններ ենք սովորել, հարստացրել ենք մեր բառապաշարը, ընդ որում ինչքանը որ գրված է, ինքը նաև խոսակցականի վրա է, հա, դրա համար այս մեր բաները, ասենց ասած կոնսպեկտը, հա, կամ այս դոկումենտը ընդհանրապես ասենց երկրորդական է, ու ավելի շատ մենք կենտրոնացած ենք եղել խոսակցականի վրա։ Հա, այստեղ սա TOEFL-ին ենք հատկապես բանանում, օրինակ ինքը TOEFL պետք է հանձնի, հա, ես էլ եմ հանձնել TOEFL, ու TOEFL-ի սիմուլյացիա ենք անում, օրինակ ինչ-որ հարց եմ տվել, որը TOEFL-ի ժամանակ էլ է, սենց հարց է իրան տրվելու, ու ինքը պետք է պատասխանի, հա, հետո պատասխանները ուղղել ենք, մակագրել ենք, քննարկել ենք իրար հետ, հա, այստեղ պատասխանն է իրա, կոնկրետ օրինակ սենց մի հանձնարարությունը կարա տևի մի ամբողջ դաս, հա, վերլուծելով, անգամ 10.5 կամ 2 դաս։ Հետո չորրորդ դասը,
ինչ ենք արել, նախորդ ինչ որ բաներն ենք, տեքստն ենք նայել, այդ գրավորը, որ իր գրելու հմտությունն էլ բացվի, TOEFL-ը 4 հմտություն է ստուգում. գրել, կարդալ, լսել, խոսալ։ Այդ 4-ի վրա մենք տարբեր ձևերով աշխատել ենք, հա։ Սա այստեղ ես իրան օրինակ գրելու համար տվել եմ ինչ որ ստրուկտուրա, թե ոնց օրինակ TOEFL-ի թեստի ժամանակ ոնց արժե քո պատասխանները ձևավորել, որ ավելի բարձր լինի, հա, ինչ որ ներածություն, ուստեղ ներածության օրինակ եմ ասենք թե տվել, շատ պրիմիտիվ, հետո արդարացում, ենթադրենք արդարացում ես փաստարկներով, հա, քո բանը, հակափաստարկ կարաս բերես, որ ցույց տաս, որ դու նաև ավելին գիտես կամ ասում ես, որ կա նաև այսպիսի կարծիք, հա, եւ վերջում summarize, այսինքն ոնց ենք ասում հայերեն, ամփոփել, հա, ամփոփիչ ինչ որ բան ես տալիս ու ամփոփման ստրուկտուրան ենք բանարել, հա, որ ինչա պետք ամփոփման մեջ, որտեվ եթե մի քիչ սխալ անես ամփոփում կամ նոր գաղափար բերես ամփոփման մեջ, այդ դեպքում TOEFL-ի քո գնահատականը կիջնի։ Հետո, նո ստեղ տնայիններ, հա, ինքը ինչ որ տնայիններ է արել։ 5-րդ դասը Ահա, այստեղ այս 5-րդ դասը, սա դասերն էլ իր սիրած թեմաներով էր, այս 5-ը նորից TOEFL-ի սիմուլյացիա է, ընդ որում իմ ու իր սիրած ամենասիրելի թեմաներից մեկի բուդդիզմի շուրջ։ Սա այդ ընթերցելու բանն է TOEFL-ի, որ պետքա տեքստ ընթերցես, մի քանի կարճ 2 կամ 3 կարճ տեքստ ես ընթերցում, ու քեզ հարցեր են տալիս տեքստի շուրջ, դու պետքա ընտրես ճիշտ պատասխանները, հա։ Մենք էս ենք արել Դայանայի հետ, ինքը պատասխանները ընտրել է, հա, այստեղ օրինակ դնում ենք այս պատասխանը կարմիր x-ով անշած, սա սխալ է ենթադրենք, որը որ x-ը ուղի, սխալն ու ճիշտն է։ Ընդ որում սա ոնց ենք արել, այստեղ կան screenshot-եր, հիմա այդ screenshot-երը ցույց տամ։ Ահա։ Սա այսենց է, հա, TOEFL-ի ժամանակ լինում, sense որ կարճում ես ինչ որ կտորներ, ու այդ կտորներից սա բուդդիզմի մասին օրինակ տեքստ է, TOEFL-ի մեջ ամեն թեմայից քեզ կարան հարցեր տան։ Ինձ օրինակ ընկել էր տիեզերքի ֆորմատին, ես Պեկինում եմ հանձել իմ TOEFL-ը անցած տարի, ոնց է տիեզերքը ձևավորվել, մոլորակները, մի տեքստը էդ էր։ Երկրորդ տեքստը ուրեմն բաների մասին էր, քաղաքական ինչ-որ շարժումներ 19-րդ դարում ԱՄՆ-ում, եւ երրորդ տեքստը բույսերի ու կենսաբանության մասին էր, ասենց խառը տարբեր ոլորտներից, իրանց նպատակն է հասկանալ, թե դու ոնց ես վերլուծում։ Հա, ու այս ամբողջ բանը ես իր համար եմ կազմել 0-ից, նորից այս հարցերը այդ բուդդիստական տեքստերի վրա հենվելով։ Հա, 4 պատասխանը, 4-ից մեկը ինքը ընտրում է։ Սա էլ, այսինքն սա ոչ մի դասագրքում չկա, հա, ես ինքս իմ կենսափորձից ու սովորողի նպատակների վրա հենվելով եմ այս ամեն ինչը, ասենց ասած, ասեղնագործում ու հյուսում։ Սրա մեջ էլ ըստիս իմ տված արժեքն է, հա, որ որպես ուսուցիչ ես մաքսիմալ ինչ-որ արժեքավոր բան եմ տալիս սովորողին հենվելով իր կարիքների վրա։ 6-րդ դասն է այստեղ էլի, հա, օրինակ այս should have-ի հետ կապված, ասենց բաների հետ կապված, քերականական բաների կամ պարտադիր քերականություն։ Մենք նաև on-line խաղեր ենք խաղացել, օրինակ հենց Դայանայի հետ էլ, ուրիշ սովորողներից հետ էլ լինում է մի հոգանոց խաղալ, լինում է 2 հոգանոց խաղ, իրար հետ խաղում ենք ու նաև սովորում ենք խաղալով, հա, մեր անգլերենը ավելի բան ենք դարձնում, բարելավում ենք նաև on-line խաղերով։ Այստեղ շատ օրինակներ են, հա, որ մեր այդ թեման ավելի հասկանալի լինի, ընդ որում օրինակներից ոմանք ես օրինակ խնդրում եմ, ասում եմ Դայանա, այս դոկումենտը Դայանան էլ, հա, կարա ինքը էդիտանի, միասին ենք աշխատում վրան, ասում եմ հիմա դու գրի օրինակ, ես տնամ դու հասկացել ես թե չէ, հա, այսինքն շատ ինտերակտիվ, այդ իմ ասած պինգ-պոնգի մեթոդով, որ մեկ ես եմ մի բան ասում ու խնդրում եմ, որ սովորողը ինքը վերարտադրի իր խոսքերով, որ հասկանամ, տնամ ինքը կարում է օգտագործի դա, թե չէ։ Հետո 7-րդ դասը նորից էլի TOEFL-ի հետ կապված
իրա գրելու հմտությունը, հա, մի դաս արել էինք, մի հատ էլ ենք անում դաս, որ իրա գրելու հմտությունը ավելի բանանենք, սրենք, սենց ասած, հա, էլի ինչ-որ բաներով, ռիվիզիաներով, բարերավելով, դա էլ TOEFL-ի բաներից, հա, ասենք, սա մի քիչ փոփոխվում է, ասեղ օրինակ կարդալ ասում է 2 հատված կկարդաս, 2 խոսակցություն կլսես, օրինակ իմ դեպքում 3 այրեր, դա մանր բաներ է, իրականում TOEFL-ի իմաստը հասկանալ քո անգլերենը ինչ մակարդակի վրա է։ Հիմա 8-րդ դասն էլ, 8-րդ դասը նորից թեստեր ենք արել անգլերենի, որ հասկանանք իր անգլերենի մակարդակը, որ ինչ բանի վրա է, հա, այստեղ սխալ պատասխաններն ենք ընտրել իրա, որտեղ որ ինքը սխալ է պատասխանել, որ ինքն էլ ունենա, հա, այդ բաները ու աշխատի ինքն իրա վրա։ Այլ թեստի բաներն են։ Այստեղ օրինակ քննարկել ենք այս գաղափարը, հա, դու ինչ ես մտածում։ Այս ամեն ինչը անգլերենով իհարկե, Diana-ի level-ը բարձրել ինքը արտահայտին կարում է արտահայտվի, քննարկումներ ենք արել, ես իմ կարծիքն եմ ասում, ինքը իր կարծիքը, ու տենց զարգացնում ենք նաև խոսալը, որը շատ կարևոր է, հա։ Հետո, ստեղ էլ ինչ-որ բառապաշար, ստեղ դաժը շոուի ենք նայել, ստեղ մի շոուի հատված ենք նայել, էլի բաներ YouTube-ից, հա, տեսանյութեր, իրա համալսարանից իդեպ, առաջին դասի մեջ, այստեղ դա չի երևում, իրա համալսարանը որտեղ ինքը գնալու է, այդ համալսարանի տեսանյութերից ենք նայել, վերլուծել, հարցեր, տարբեր հարցեր եմ տվել, ինքը իրա տեսակետներն է ասել, հա, այսինքն նյութը շատ սովորողակենտրոն է, հա, ուսանողակենտրոն, սենց ասած, պատտվում է սովորողի հետաքրքրությունների ու կարիքների շուրջ։ Ընդ որում երբեմն ինձ օրինակ պետք է լինում մի քանի դաս, ես լսում եմ ու լսելուց հետո արդեն նոր սկսում եմ ինչ-որ սենց բաներ, դասեր կառուցել, հա։ Ու այսքան մեր դասերը, ով որ հետաքրքրվի, մի դասը տևում է 50 րոպե, որպեսզի նաև սովորողը շատ չձանձրանա ընթացքում, ու ամեն դասի արժեքն է 4500 դրամ, դու ինքդ ես ընտրում, թե քանի դաս ես ուզում, կարաս ամսվա կտրվածքով 12 դաս, 10 դաս, 8 դաս, 6 դաս, հա, ըստ քո բյուջեի, եւ բացի դասը տալը, ես ասենք մի շաբաթը մի անգամ էլ ուղարկում եմ ինչ-որ մի բան, որը դու կարաս նայես, անես, հետո հաջորդ դասի ընթացքում քննարկենք։ Ու քանի որ յետ պատերազմյան վիճակում ենք, ով որ ասենք ունի ընտանիքի անդամ վիրավորված կամ ինչ-որ ֆինանսական խնդիրներ, անպայման ասեք, հա, առանց քաշվելու, որտեղ լրիվ մարդկային է, լրիվ հասկանալի է, հա, եթե գումարը խնդիր լինի, պետք է իրար օգնենք, սատարենք ու անցնենք առաջ։ Այսքանը, see you